Բարի Լուիս։ Լուիս բարի, մենք ենք առավոտը շանթում ձեզ համար բացահայտում, դուք էլ բացահայտում եք ձեզ մեզ։ Առավոտը շանթումը սկսում է իր աշխատանքային ուղիղ եթերը։ Այսօր մայիսի 6-ն է, երեքշաբթի եւ երկուշաբթին բարի չէր այնքան էլ ինչպես հասկացանք։ Ջրոտ էր։ Ջրոտ էր Երևանում եւ կարկուտոտ էր մարզերում։ Երևանից դուրս։ Այո, կարկուտը իհարկե ցավալի փաստ է, որովհետեւ մարդիկ արդեն պատրաստվում էին կամ հաշվարկում էին թե ինչքան գումարներ կլորի կաշխատեին ծիրանից, խնձորից, տանձից եւ այլն։ Բայց հուսանք որ վնասները շատ չեն, բայց ինչևիցե վնասներ գրանցվել են։ Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևը եւ ուժգին կարկուտը մի շարք համայնքներում վնասներ են հասցրել այգիներին եւ ցանկատարածություններին։ Մասնավորապես խոշոր կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում, Արարատի մարզում։ Հորդառատ անձրևներից հետո Երևանում դարձյալ ինչպես նկատեցինք փողոցներում, Գորոսիրում է ասել Մանավանդ Դավիթ Հաշենում։ Դավիթ Հաշենի լճերը լցվել են։ Լճերը Դավիթ Հաշենի լցվել էին հորդառատ անձրևներից։ Դարձյալ փողոցներում ոչ միայն արդեն այս պարագայում Դավիթ Հաշենում, այլ նաև կենտրոնի փողոցներում եւ ուրիշ փողոցներում լճերը լցվել էին, ինչպես հասկացանք, բայց պիտի ասենք, որ եւս սպասվում է այսօր եւ վաղը։ Իհարկե Երևանում կանխատեսում են մի փոքր ավելի մեղմ եղանակ, բայց մարզերում նորից սպասվում է հորդառատ անձրև եւ էլի տեղ-տեղ կարկուտներ։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորը իրենց մեքենաներում ունենան ուրեմն լաստանավ կամ ռետինե երկարաճիտ կոշիկներ, որոնք որ մի քանի համարով մեծ կլինեն ձեր ոտքից, որ դուք կարողանաք ձեր ուրեմն կոշիկներում մտնեք այդ երկարաճիտ ռետինե կոշիկների մեջ եւ հանգիստ քայլեք կամ նստեք ձեր ավտոմեքենան։ Դա նամանավանդ կանանց է վերաբերում, որովհետեւ երեք Նարեկ Խախնազարյանի եւ Սերգեյ Խաչատրյանի համերգներ Արամ Իլիչ Խաչատուրյանի ուրեմն դահլիճում Արցախ նվագախումբներ ելույթ ունենում եւ գեղեցկուհիները եկել էին մեքենաներով պատրաստված եւ ճպ թրջված եկան, որովհետև այո, վերևից կարծես թե ամեն ինչ փակված էր, բայց ներքևից նրանք ապահովված չէին։ Մտածել է պետք դրա մասին։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր մայիսի 6-ն է եւ այսօր ծնվել է ուրեմն Զիգմունդ Ֆրոյդը, մեր փեսա Ջորջ Կլունին եւ էլի լիքը ուրիշ մարդիկ։ Եթե հանկարծ դուք եք ծնվել այսօր մայիսի 6-ին, մենք ձեզ սրտան շնորհավորում ենք ձեր ծննդյան օրվա։ Այսօր իմ աղջիկն է ծնվել։ Օ, շնորհավոր։ Շնորհակալություն։ Անուն ինչ է։ Անահիտ։ Անահիտի գլխավորությամբ բոլոր լավ մարդկանց ծնունդը շնորհավորում ենք եւ մաղթում ենք փոքրիկներին ուրեմն երջանիկ մանկություն, մեծերին է այն ամենը, ինչ նրանք ցանկանում են։ Շնորհակալություն։ Իսկ մենք անցնենք առաջ, տեսենք լավ երաժշտություն։ Նվեր բոլոր այսօրվա ծնվածներին։ Այո։ Վերադարձանք տեսահոլովակից եւ իհարկե երեկվա ցեխոտ շորերը պետք է լվանալ, այո, եւ մենք ունենք լվացքի փոշու այլընտրանքային հիանալի տարբերակ եւ ուզում ենք ձեզ ներկայացնել մեր հովանավորին Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաեւ ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark պարագաները Ozon եւ Wildberries Marketplace-ներից։ Այո, Marketplace-ներից եւ օգտագործեք եւ եղեք երջանիկ։ Մաքուր։ Այո, հիմա խոսենք մի քիչ եղանակից, եղանակային պայմանների մասին խոսեցինք, անձրևոտ է, շարունակում է եղանակը անձրևոտ մնալ։ Մի կողմից դա լավ է իհարկե, որտեվ գետերը հոսում են, լճերը լցվում են, ամռանը առանց ամպրոպի ու առանց կարկուտի։ Այո, կարկուտն է խնդիր, բայց գիտես, անընդհատ մտածում եմ, որ միգուցե ամեն անգամ այս կարկուտները որ գալիս են ամեն տարի պարբերաբար այս ժամանակ
մեր գյուղերի բնակիչները կհասկանան, որ ժամանակն է արդեն այդ բոլոր սարքավորումները, որոնք որ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում աշխատում են եւ կան օգտագործել։ Միգուցե դա է միակ փրկությունը, որովհետեւ կարկուտները եղել են, կան ու կլինեն։ Եվ դա մեզանց կախված չի կամ մեր ասելուց։ Մայիսի 6-ին Հանրապետության մարզերում մեծ մասում սպասվում են կարճատև, անձրևներ եւ ամպրոպ։ Տեղումները տեղ-տեղ կլինեն ինտենսիվ, կարկուտ կտեղա, ինչպես արդեն նշեցինք, ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են քամուշ գնացում։ Երևանում մերթ սպասվում է հորդառատ անձրևներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Ցերեկը կլինի բայց 19-ից 20 աստիճան տաքություն։ Արևը մեկ-մեկ կշողշողա։ Հիմա էլ ավելի մանրամասն եղանակի տեսություն շանթի եթերում, հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր առավոտյան եթերը։ Այսպիսին են եղանակային պայմանները, հիմա անցնենք առաջ եւ ունենք լուրեր տիեզերական, այո։ Հերիք չի անձրև է գալիս։ Մի հատ էլ տիեզերական նորություններ։ Չէ, մի հատ էլ կարող է դուրս գալուց սաղավարտ հատնես նոր դուրս գաս փողոց, որովհետև կարկուտից բացի մեկ այլ բան կարող են կնել գլխին հայտնելու։ Ուրեմն, եթե չգիտեք, 1972 թվականից տիեզերքում պտտվում է Կոսմոս 481, ուրեմն 482 Ես չգիտեմ իհարկե տարբերությունը որն է, բայց եթե գրված է 2 482, այո։ Արբանյակը, որ ժամանակին պետք է գնար հասներ Վեներա, ինչ-ինչ պատճառներով ըստ երևույթի Վեներա չկարողացավ հասնի, օգտագործվել է Վեներա 8 ուրեմն շրջանակներում այդ ծրագրի հիմա եւս մեկ անգամ պետք է գնար Վեներա հասներ, խնդիրների առաջացել։ Այո, այն է ետ է գալիս եւ 2 տոննայից այդ ուրեմն Կոսմոս 482-ը պետք է այսքանի օրը վայր ընկնի երկրագնդի վրա։ Չգիտեմ ում գլխին։ Այո, ասում են, որ այդ վայր ընկնելու տարածքներն են Եգիպտոս, Սիրիա, Թուրքիա եւ Ադրբեջան։ Վերջին երկուսը դուրս եկան։ Մի բան եմ ուզում հասկանալ, հայ է գրողը հաստատ։ Ինչպես կարող է։ Հիանալի է, որ Հայաստանը չկա։ Թուրքիա եւ Ադրբեջան, այդ արանքում բայց Հայաստանն է, միգուցե չէ, համընտեղ։ Ուրեմն տիեզերքի վրա տիեզերքից ընկնելուց ինչ որ մասը իհարկե այրվելու է, բայց մոտ 500 կիլոգրամ երկաթ, ժեշտ եւ չգիտեմ էլի անհասկանալի բաներ, ինչ-ինչ պատճառներով ընկնելու են երկնքի վրա, դա տեղի կունենա մայիսի 8-ից 14-ը, ամենայն դեպս ուշադիր եղեք։ Ամենայն դեպս։ Բայց այստեղ հիշեք, որ մեր երկրի անունը նշված չէ, մենք ոչինչ չենք ասել։ Նորից եմ ասում, հնարավոր չի, որ կանխատեսումները Ադրբեջան եւ Թուրքիա, բայց Հայաստան չէ։ Վատատես ես քո։ Դե հիմա ես ոչ թե վատատես եմ, այլ մտածում եմ մի քիչ։ Վերջը, համեցեք Եգիպտոսում մեր հայրենակիցները կան, չէ։ Այո, Եգիպտոսում հաստատ կլինեն։ Ամսի 8-ից 14-ը սաղավարտով եք շրջում
եւ կամ եթե չունեք սաղավարտ, ապա անընդհատ նայում եք երկինք, որ ձեր վրա Կոսմոս 482-ը հանկարծ չընկնի։ Շարունակում ենք տիեզերականությունները։ Աստղագետները հայտնաբերել են 9-րդ մոլորակի նոր հավանական թեկնածուն։ Հաշվարկվում է, որ հայտնաբերված օբյեկտը մոտավորապես Նեպտունի չափն ունի։ Այն այնքան հեռու է, որ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարելու համար կարող է պահանջվել 10,000-ից մինչև 20,000 տարի։ Եթե չեք հասկանում, Երկիրը Արեգակի շուրջ պտտվում է 1 տարվա ընթացքում։ Այդպիսի տարբերություն։ Համարվում է, որ այն այժմ գտնվում է Արեգակից մոտավորապես 700 աստղագիտական միավոր հեռավորության վրա, շատ հեռու մեր ծանոթ մոլորակներից։ Մեկ այդ 700 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Մեկ աստղագիտական միավորը նշանակում է հավասար է ճանապարհը երկրից մինչև արև։ Այդ տարածության մասին է խոսքը։ Այդքան հեռու եւ այդքան մեծ։ Բայց առավել ուշագրավը նրա ուղեծրի թեքությունն է, մոտ 120 աստիճան արեգակնային համակարգի հարթությունից։ Աննորմալ է, որովհետեւ սովորաբար 4-ից 5 աստիճան է լինում, իսկ տարօրինակ հեռավոր 9-րդ Դե Պլուտոնը կարել ինչի տենց չուզողություն արեցին։ 9-րդ մոլորակներ որոշեցին, որ պետք չի մեզ։ Ես սովորել եմ, որ Պլուտոնն է, հիմա երեխաներից որ հարցին ասում են Պլուտոն, ասում են պապ, դու հին մարդ ես։ Չկա, Պլուտոնը մոլորակ չէ։ Մինչդեռ տեսական 9-րդ մոլորակի համար կանխատեսվում էր 15-ից 20% թեքություն, ինչպես դուք նշեցիք։ Սա վկայում է, որ եթե թեկնածուն հաստատվի, այն կարող է լիովին այլ տիպի մոլորակ լինել։ Հաստատման դեպքում սա կլինի վերջին 2 դարերի ամենամեծ մոլորակային հայտնագործություններից մեկը։ Դե հուսանք, որ դա այդպես է կլինի, դեռ պարզ է, որ ոչինչ չեն կարողանում տեսնել, աչքով, անգամ զինված աչքով, բայց դե մարդիկ մտածում են եւ օրերից մի օր ըստ երևույթի կիմանանք այդ մոլորակի անունը եւ մեր երեխաները արդեն ոչ թե Պլուտոն կասեն կամ ոչինչ չեն ասի, կամ 9-րդ մոլորակը արդեն կասեն։ Այո։ Իսկ հիմա խոսենք երկրային կահույքների մասին։ Խոսենք մեր հովանավորի մասին։ Ձեզ ենք ուզում ներկայացնել մեր հովանավորին Eurofurniture կահույքի արտադրամասը։ Ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ։ Եվ կլնեք երջանիկ անգամ, եթե 9-րդ մոլորակը դեռ չի հայտնվել։ Կամ եթե այնինչ էր մեր գլխին ընկնելու։ Այո, հա, բայց գլխին, չէ, Նելին ասում է, որ մեր գլխին հաստատ չի ընկնելու։ Չէ, հավատացեք ինձ։ Այդ ցուցակում Հայաստանը Ես այլևս եթեր չեմ գա։ Չէ, հուսանք, որ չի ընկնի, որտեվ Նելին մեր եթերները զարդարում է։ Շնորհակալություն։ Գովաստ այս պահին Շանթի եթերում, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք Գովազդից, Սոնա Շարգելյանը մեր այսօր հյուր չի եկել, բայց մենք ունենք չեմպիոնական հյուր, ուրեմն աշխարհի գավաթի բացարձակ հաղթող Համլետ Մանուկյանը նժուգի արքա 17-ամյա, այստեղ է մարդ, որ ցնցում է աշխարհը եւ այսօր կցնցի մեզ։ Այո, եւ մենք պարտանում ենք, քանի որ Համլետը հայ է, այսքան երիտասարդ, այսքան մրցանակներ։ Կատալոնիան 17-ամյա Յամալ ունի, մենք էլ ունենք 17-ամյա Համլետ, այո։ Համլետ, ինչպես ես։ Նախ շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Ուզում եմ հիմար ասել, հեշտեր դժվար էր։ Լավ, տամ։ Հեշտեր դժվար էր դառնալ բացարձակ հաղթող աշխարհի գավաթի։ Դե շատ դժվար էր։ Հենց պարապմունքների ժամանակ է շատ բարդություններ է եղել, բայց փառք Աստծո կարողացանք հաղթահարենք եւ մեդալով վերադառնանք։ Ինչ բարդություններ։ Դե օրինակ վնասվածքները հենց ամենամեծ բարդություններն են, դրանք հաղթահարելը շատ դժվար է։ Կարողացանք հաղթահարել։ Կարողացանք հաղթահարել։ Համլետը միշտ խոսում է բոլորի մասին։ Բացի իրանից։ Հիմա իրենց մի կողմ դիր, մարզիչներ, ընկերներ հասկացանք թիմ, դա պարզ է։ Դու անձամբ երբ հասկացար, որ կարող ես։ Դե առաջի աշխարհի գավաթը որ հաղթեցի, այդ ժամանակ 6-ից 3-ը հաղթել ես։ Հա, 6-ից 3-ը հաղթել եմ։ Այդ ժամանակ արդեն հավատացի, որ կարող եմ մնացած փուլերում հաղթել։
եւ մարզիչների Եվ այդպես պլանավորել եք։ Հա, այդպես բոլոր մրցումներին է գնում ենք հաղթանակի համար։ Դու գիտես, բոլորն է գնում են հաղթանակների համար, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են հաղթանակներով վերադառնում։ Համլետ, ինչքան ժամանակ է զբաղվում եք սպորտով եւ հենց ինչու ընտրեցիք սպորտի հենց այս ուղղվածությունը։ 12 տարի է ինչ զբաղվում եմ մարմնամարզությամբ, 5 տարեկանից զբաղվում եմ։ Հայրս տարա մարմնամարզության, որ հետո գնամ ըմբշամարտի, բայց գնացի եւ հետագայում արդեն մնացի մարմնամարզության մեջ։ Էլ չտարան ըմբշամարտի։ Փոշմանել ես։ Չէ։ Դե կարող ըմբշամարտում է դառնայր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Չէ, դե հիմա արդեն մարմնամարզությունը ամենի շատ նսի։ Սա ավելի ապահով սպորտաձև է, գորստ ինձ։ Ապահով ինչ նկատի։ Ականջները չի ջարդում։ Ոչ միայն, հա, բայց մեկը տրավմաներ կան, չէ, վնասվածքներ կան։ Հա, շատ են վնասվածքները։ Նենց չի որ է սպորտը։ Բայց ոչ այդ աստիճան, չէ։ Դե չես կարող ասել, չգիտեմ։ Հիմա արի քեզ կոնկրետ հարցնենք, 12 տարվա մեջ քանի հատ վնասվածք ես ստացել։ Եվ ինչ աստիճանի վնասվածքների մասին է խոսքը։ Դե վնասվածքները տարբեր են լինում, օրինակ ուսի ցավեր են լինում, դաստակների ցավեր, դրանք։ Կոտրվածքներ չես ունեցել փառքաստու։ Չէ, կոնկրետ կոտրվածքներ չէ, փառքաստու չի եղել։ Լավ։ 12 տարի մանկություն ունեցել ես։ Այսինքն բակ գնալ, ընկերների հետ ֆուտբոլ խաղալ, հետո, չգիտեմ, սիրահարվել, վերջով 17 տարեկանից, թե ամեն ինչ սպորտին ես տվել։ Չէ, դե որ արդեն նվիրվում ես սպորտին, լիքը բաներից քեզ հետ ես սպանում եւ զիջում եմ, բայց ոչ ֆուտբոլ, ոչ ընկերներ։ Համլետ, բայց պատկերացնում եմ, որ ունես շատ ու շատ ընկերներ եւ բոլորի համար ինչքան մոտիվացիա ես դու եւ ինչքան օրինակ ես, որ կարող են շատերը միգուցե ապրել ոչ առողջ ապրելակերպով, այդ տարիքում երեխաները բայց տեսնելով քեզ ոգևորվում են եւ քանի ընկեր ունես, ովքեր ոգևորվելով, քեզ տեսնելով զբաղվում են սպորտով։ Հա, դե օրինակ մեր յուղից երեխաներ կան, որ ինձ տեսնելով գնացել են մարմնամարզության ու զբաղվում են, ու ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ մոտիվացիա ստեղծեմ երեխաների համար։ Ինչքան ժամանակ է տևում ձեր գյուղից հասնել պարապմունքի վայր։ Մի ժամ ու կես։ Ժամ ու կես, դա ինչու, տրանսպորտով թե ավտոյով։ Չէ, տրանսպորտով։ Տրանսպորտով։ Գյուղում, այսինքն ամենամոտիկ եղտը, որ գյուղից ես դու։ Էջմիածնի ապագա գյուղից։ Ապագա գյուղից։ Ձեր գյուղի ամենամոտիկ վայրը, որտեղ որ մարմնամարզությամբ կարելի է զբաղվել, դա Երևանն է։ Չէ, Էջմիածնում էլ կա Էջմիածնում եկալ, տակ, այնտեղ ինչ պայմաններ են։ Պայմանները շատ վատ են Էջմիածնի։ Դրա համար հնարավոր է որ քո շնորհիվ, քո հաջողությունների շնորհիվ ինչ որ բան փոխվի, միգուցե ապագա գյուղում դալիճ բացվի կամ Էջմիածնի, թե դրա մասին դեռ ոչ խոսում են, ոչ էլ։ Դրա մասին տեղյակ չեմ ճիշտ։ Բայց գործ դա շատ լավ առիթ է, որ դուք խոսաք հիմա դրա մասին։ Ուր է կամերան իմ սիրելի։ Դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը դիմում ենք եւ սա շատ լուրջ հարց է իրականում, որովհետեւ շատ տաղանդավոր երեխաներ, որոնք որ այս պահին դիտել են Համլետի մասնակցությամբ մրցումները, հաղթանակները, ուզում են մարզվել, բայց այդ հնարավորությունները իսկապես չունեն եւ դրա մասին պետք է մտածել։ Չէ՞ որ Երևանը դա ընդամենը 1 միլիոն է, եւս 2 միլիոն մարդ ապրում է Երևանից դուրս եւ ունեն իրավունք զբաղվելու սպորտով եւ վերջերաչով դա շատ լավ բան է։ Եվ նաեւ գիտենք, որ առողջապահության նախարարությունը ինչքան շատ կատարում է այսպես ակցիաներ, միջոցառումներ, որտեղ անդադ խոսում է առողջ ապրելակերպի մասին։ Եվ ցավոք սրտի սերունդը առողջ չէ, որտեղ չի զբաղվում սպորտով։ Այո, սա շատ լավ առիթ է հասկանալու համար, որ կարելի է կահավորել, ունենալ հարմար սարքավորումներ եւ երեխաները կարող են զբաղվել սպորտով, ահա եւ առողջ ապրելակերպի ամենակարևոր ակցիան։ Այո։ Համլետ ջան, նժույգների արքա, հիմա դու նժույգագետ ես դարձել, մնացած չէ՞ որ ժամանակին օղերի վրա էր փայլում, հիմա ինչ վիճակ է եւ միայն նժույգի վրա ես ուշադրություն դարձնում, թե նաեւ մնացած բոլոր էլեմենտների։ Մնացած գործիքներն էլ եմ անում, բայց հիմնական ուղղվածությունը նժույգ թափերի վրա է, որովհետեւ նժույգ թափերով հենց կարող են պայքարել մեծահասակների մեջ։ Դրա համար ավելի շատ կենտրոնացած եմ հենց այդ գործիքի վրա։ Վերջին մրցմանը, վերջին երբ որ դարձար նորից հաղթող, ոսկե մեդալակիր, հաղթեցիր նաև օլիմպիական արծաթե մեդալակիրին, նայել էր այնտեղ։ Ինչ ես մտածում աշխարհի առաջնությանը եւ օլիմպիադային այսօրվա քո սպորտային իրավիճակում կարող ես օլիմպիադան հաղթել, թե ելի է պետք ուժեղանալ։ Դե օլիմպիադա հաղթելու համար չեմ կարող բան ասել, առաջիկայում Եվրոպայի առաջնություն ունենք։ Դեռ այդտեղ պետք է։ Դեռ դրա մասին ես մտածում։ Հա, դեռ ուժերս պետք է այդտեղ փորձեմ։
տեսնենք հիմնական նշաձողս դա է հիմա Եվրոպայի առաջնությունը։ Երբ է լինելու։ Մայիսի 26-ին սկսվում է։ Այսինքն ժամանակ չունես հանգստանալու։ Չէ։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։ Գնալու ես Գերմանիա։ Լայպցիգ։ Զիգմունդ Ֆրոյդի ծնունդն է այսօր հիշեցնենք։ Так, Նելի, այ երբևիցե մտածել ես մարմնամարզությամբ զբաղվել։ Ոչ, գոր պիտի ասեմ, որ դու չխափնվես իմ նիհարկեցվածքին, ես շատ անտիսպորտային աղջիկ եմ եւ երբեք հնարավոր չէ այսպես Նելիին տեսնելու։ Սպորտային է, չէ՞, ոնց որ կեցվածք ամենին։ Համլետն ինչ կարծիք ունի սպորտային կեցվածքի մասին։ Համլետ, աղջիկների մարմնամարզությունը ինչու է մեզ մոտ այդքան թույլ, տղաներին այդքան ուժեղ։ Ինչն է խնդիրը։ Ճիշտն ասած, խնդիրը չեմ կարող ասել ինչն է պատճառը։ պատճառը։ Մարզվում եք, տեսնում ես, չէ՞, աղջիկները մարզվում են ձեր հետ։ Իրար հետ մենակ ուսումնամարզական հավաքների ժամանակ են մարզվում։ Բայց բավականին թույլ են աղջիկները։ Բայց նորմալ մարզվում են, չգիտեմ, Հետո գնում են ընտեղ Համլետ ջան, տեսնում ես։ Նորմալ մարզում, բայց չունենք հաջողություններ կանանց մարմնամարզությունում։ Հա, չունենք, բայց ճիշտն ասած ես չեմ կարող Չես կարող, հասկացա։ Բայց ատո ունենք Համլետ գոր, տեսնում ես, որը Բացի Համլետից ունենք Արթուր Դավթյան, այնտեղ էլի Դավթյան եղբայրը։ Թիմի մասին մի քիչ խոսա, ինչ իրավիճակ է թիմում։ Այս ամեն ինչը նախ եւ առաջ թիմային աշխատանքի արդյունք է, այս մենակ ես չեմ արել, մարզիչների հետ միասին, մեր ավակ ընկերների հետ միասին ենք կատարել այս ամբողջ աշխատանքը։ Դու ամենաերիտասարդն ես այս բանը, չէ՞, թիմում։ Հա, ամենաերիտասարդն եմ։ Ամեն ինչը իրար հետ ենք արել ու մեկս մյուսով ենք կարողացել հասնենք այս արդյունքին։ Տեսնում ես, Համլետ, ինչ զգացողություն ես ունենում, երբ հասկանում ես, որ նվաճեցիր այն ամենակարևոր մեդալը, որի համար միգուցե տարիներ կամ ամիսներ շարունակ աշխատում ես։ Առաջին զգացողությունդ։ Դե շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ, չեմ կարող բացատրել թե ինչ զգացողություններ է։ Զուսպ ես բավականին էմոցիաներով։ Հա, էմոցիաներ։ Փորձում ես, չէ՞, ամենայնիվս։ Համլետ, դպրոցում ինչ վիճակ է։ Դու դպրոցի դեռ աշակերտ ես։ Հա, բայց ամեն դպրոց ունի կոպես չեմպիոն։ Ինչ դա սպորտային քոլեջ է։ Հա, ֆիզիկական։ Հասկացա։ Այսինքն ուզում եմ ասեի, ոնց է գրականություն ուսուցչուհին օրինակ։ Թույլ է տալի, որ դասերի չգաս։ Այդ ինչպես հասցնում ես ուսումը, չես հասցնում, հետո փորձում ես ինչ-որ բաներ հասցնել։ Լրացնել։ Դե որ ավելի շատ սպորտի մեջ եմ կենտրոնացված, ուսումը մի քիչ հետ եմ մնում, տուժում եմ, բայց գիրք կարդալով եւ տարբեր միջոցներով փորձում եմ բացել լրացնել։ Կարևորում ես քո համար։ Ինչ ես կարդում։ Ինչ ես սիրում կարդալ։ Ռաֆի եմ սիրում կարդալ, ավելի շատ հայ գրողներից մեր կարդում եմ։ Իսկ ոչ հայ գրողներից։ Չէ, ոչ հայ գրողներից, ավելի շատ հայ գրողներին եմ նախընտրում։ Տեսնում ես։ Երաշտական ինչ նույն անդադ չեմ թողում։ Չէ, խոսեք գոր։ Երաշտական ինչ որ ունես սիրված կատարումներ, խմբեր, մրցումներից առաջ, որը որ այո, մրցումներից առաջ լսում ես եւ քեզ լիցքավորում է։ Կոնկրետ չէ, այդպեսի երգեր չունեմ, տարբեր ժանրերի երգեր էլ լսում եմ։ Բայց միանշանակ որոշել ես, որ շարունակելու ես զբաղվել սպորտով, թե ուզում ես նաեւ ինչ-որ երկրորդ մասնագիտություն։ Չէ, արդեն սպորտով կշարունակեմ եւ կենտրոնացեմ սպորտի վրա։ Կենտրոնացել սպորտի վրա։ Այ հարց է ծագում։ Հիմա քեզ որ փողոցում մարդ տեսնի, չճանաչելով, երբեք չի մտածել, որ դու ֆիզիկապես այդքան ուժեղ եւ ճկուն ես։ Այդ ձեր սպորտաձևում ո՞րն է ավելի կարեւոր՝ տեխնիկան թե ֆիզիկական տվյալները։ Երկուսը միմյանց հետ փոխկապակցված է, համ ֆիզիկական տվյալներն է շատ կարևոր, համ է տեխնիկան եւ ճկունությունը։ Այդ երկուսը իրար հետ փոխկապակցված։ Երեքը իրար հետ։ Հա, երեքը։ Ճկունությունը, ֆիզիկական։ Ֆիզիկական, այսինքն ուժի մասին որ խոսենք, օրինակ, քանի անգամ ես կարողանում տուրնիկից ժիմ անել դու։ Միջև հաշվողը հոգնում է, թե ինչ։ Հետո տուրնիկը կոտրվում է, իստում է։ Չէ, իրական այնքան քիչ է, որ չի կոտրում։ Մի անգամից երևի մի 50 հատ էլի։ Օй, Աստվածի։ Գորիսկ դու։ Ես չեմ կարող 50 հատ։ Ես 3 Համլետի 3 քանի կիլոգրամ ես Համլետ։ 47։ Ես էլ եմ 47։ Բայց ես 50 հատ չեմ կարող անել Համլետ։ Համլետ, իսկ այս ամենը, լավ, 12 տարի, տես մարդիկ գալիս են հասնում են ինչ որ տարիքի, նույն չեմ, մարմնամարզությունում աղջիկների մոտ շատ ավելի կարճ, ավելի երիտասարդ են լքում սպորտը։ Քո պարագայում եւս 10 տարի ակտիվ ըստ երևույթի, հետո բա, ինչ ես մտածում հետոյի մասին։ Մարզիչ ես դառնալու, բիզնեսով ես զբաղվելու, չգիտեմ, հողագործությամբ, ինչ ես պլանավորում։ Թե դեռ չես մտա, գիրք ես գրելու։
Դե հիմա ճիշտն ասած հետո եմ ասին դեռ չեմ պլանավորել, չեմ մտածել ինչ պետք է անեմ, հիմա կոնկրետ կենտրոնացված եմ իմ պարապմունքների եւ մրցումների վրա։ Եվրոպայի չեմպիոնի մասին եմ։ Так։ Աշխարհում ինչ ուժեղ քո ոլորտում մարզիկներ գիտես, որ կարող ես համեմատել քեզ եւ նրանց։ Կամ ում ես ուզում նմանվել, այո, ով կուրք ունես, չունես։ Դե կոնկրետ մեր մարզադպրոցում մարզող մարզիկներին եմ ուզում նմանվել, նրանց հաջողությունը, օրինակ Արտուր Դավթյանը, որ օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի չեմպիոն, տեսնենք պետք է շատ աշխատենք, որպեսզի կարողանամ այդ արդյունքները։ Համլետ, չգիտեմ, դու գիտես թե չէ, կամ քո մարզիչները խոսել են քո հետ թե չէ, Չինաստանում մոտ 3 միլիոն մարդ, 3 միլիոն, Հայաստանի չափ, զբաղվում են սպորտային մարմնամարզությամբ։ 3 միլիոն եւ ունեն բավականին ուժեղ հավաքական։ Մեր երկրում քանի հոգի են, 100 քանի հոգի են զբաղվում։ Այդ ո՞րն է դա, մտածել ես երբևէ այդ պարադոքսի մասին, որ մենք այդքան որակը այդքան բարձր է։ Նրանց մոտ քանակը որակը բարձր։ Դե այդ որակը ինձ թվում է գալիս է աշխատասիրության ու մարզիչների։ Քեզ թվում է չինացիները մեզանց քիչ աշխատասիրում։ Չէ։ Քեզանից կարող է, բայց ինձանից հաստատ շատ։ Դե դրա համար էլ հենց ինքն է չեմպիոն, ոչ թե դուք։ Չէ, բայց իրականում եթե ունենայինք այդպիսի քանակ, նու բարձր 3 միլիոն մարդ չէր կարող այստեղ մարզվել։ Դե այդ կապված է ինձ թվում ավելի շատ մարզիչների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ եւ ճիշտ աշխատանքի։ Ձգտում Նոր ծրագիր ես պատրաստում Եվրոպայի համար, ինչով է զարմացնելու, թե ցույց ես տալու այն, ինչ որ այս պահին ցույց ես տվել աշխարհի գավաթին։ Դե դեռ պարապում ենք, հələ որ նոր ծրագրի մասին։ Նոր էլեմենտներ։ Նոր էլեմենտներ փորձում են, բայց արդեն մարզիչները կոնկրետ կասեն, թե ինչպիսի վարժություն պետք է կատարեմ Եվրոպայի առաջնությունում։ Երբևէ մտածել ես, որ ունենաս էլեմենտ, որը որ ապագայում, որը դու ես հորինել։ այո, եւ քո անունով, ինչ որ հազարանի խաչը։ Դե կոնկրետ այդպիսի էլեմենտ չեմ մտածել։ Տեսնենք հետագայում թե ոնց կստացվի։ Իսկ դա ոնց է լինում։ Դե օրինակ հազարանի խաչը, որոնց գիտենք, որ պատահական է դարձել մրցումների ժամանակ նա պահել է ձեռքերը, պատտվել է, ժպտացել է 2 անգամ, 3 անգամ եւ դարձել է հետո էլեմենտ։ Հիմա քո պարագայում դու պետք է օրինակ նստես մտածես, թե էլի ինչ որ կարող է հանկարծակի ինչ որ բան։ Չէ, պարապմունքների ընթացքում։ Կարող է պատահի, որ պարապմունքների ընթացքում ինչ որ դու պարապել ես լինես եւ ինչ որ այդպիսի էլեմենտ կա մտքիդ եւ Հերոստատիտողներին պետք է բացատրել, որ մրցումներից առաջ դու գիտես, որ ունես կոնկրետ էլեմենտներ, որ պարտավոր ես կատարել, չէ՞։ Եվ այդ էլեմենտների ցուցակը կա նաև ուրեմն այն մարդկանց մոտ, որոնք որ գնահատականն են տալիս։ Обязательно программа։ Այո, այսպես ասած, այս էլեմենտները։ Ինչ որ բաներ տեղ մտցնում եք, չեք մտցնում, ով է որոշում, դա մարզիչն է որոշում, դու ես որոշում։ Չէ, իհարկե մարզիչն է որոշում, թե ես ինչպիսի վարժություն պետք է կատարեմ, դա արդեն մրցումների ժամանակ կարող ես վարժությունը բարդացնել, մի քիչ բարդություն տալ եւ կատարել վարժությունը։ Համլետ, մենք հիշում ենք, որ երբ որ դուք մրցումներին եք, ինչ որ մեկը հայերեն լեզվով այսպես խոսում էր ձեզ հետ, փորձում էր ոգևորել ձեզ, ինչքանով է դա ձեզ օգնում եւ ով էր ձեր հայրն էր, մարզիչն էր։ Լսում եք դա, չեք լսում այդ հուշումները։ Չէ, լսում եմ իհարկե մարզիչներ, ընկերակոպներ, հավաքականի գլխավոր մարզիչը։ Դե լսում ենք շատ են օգնում մեզ այդ հուշումները, ուղղություն տալը, հա, շատ մեզ օգնում է, մեր ավակ ընկերները նաև Դավթյան Արտուրը, բոլորը մեզ շատ են օգնում եւ շատ ուրախ եմ դրա համար։ Դե ինչ, մաղթենք Համլետին եւ մեր մնացած մարմնամարզիկներին հաջողություններ մայիսի վերջին Գերմանական Լեյպցիգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, համոզված եմ, որ ոսկե մեդալներով եք վերադառնալու, հետո ժամանակ կլինի հանգստանալու, թե հետո էլ աշխարհին եք պատրաստվելու, հետո արդեն գալիս է օլիմպիադան, կարծես թե։ Դե կոնկրետ չգիտեմ ժամանակացույցը, բայց ինձ թվում է կլինի։ Մի քիչ կհանգստանաք։ Համոտ լսող երեխա է։ Համեստ։ Յուրաքանչյուր ծնող էս բանը նայում համտես մա ես եք ուզենա այսպեսի խելացի չեմպիոն որդի ունենալ, բայց դրա համար պետք է իսկապես քրտնաջան աշխատանք։ Մյուս անգամ եկեք պայմանավորվենք, որ Համլետի ծնողներին նաև կանչենք եւ իրենց հետ եք խոսենք, թե իրանց հետ ինչ կա, հեշտ էր, դժվար էր այդ որոշումները, վերջով 5 տարեկանից երեխայի տանուս ես ու արդեն մոտավորապես 7-8 տարից հետո պարզ է լինում, որ այս մարդը
ունի ապագա եւ էլ ավելի շատ պետք է մարզի։ Բայց ինչպես դուք ասացիք, նաեւ մանկությունն է մի փոքր մոռանում, չէ՞։ Փոքր չէ, բավականին, այո, այս մարդիկ կարծես թե մանկություն չեն ունենում, բայց դառնում են ազգի հերոսներ, դա էլ է կարևոր։ Եվ հպարտության առիթ մեր բոլորի համար։ Հուսանք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչու ես պլանավորել ես դու, քո մարզիչները, քո ծնողները եւ այս պահին մենք, եւ Լեյպցիգում եռագույնը կծածանի եւ մենք կլսենք մեր օրհներգը ոչ մեկ անգամ։ Շնորհակալություն Համլետ Մանուկյանին, այս պահին մեր եթերում Գովաստ, չեմպիոնական Գովաստ շանթի եթերում։ Վերադարձանք եւ զգում եմ ես, որ ինչ-որ պակաս կա երաժշտության։ Ուրեմն լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք, քանի որ այսօր ունենք եւս չեմպիոններ, ովքեր հյուր են գալու մեզ։ Այո, այս պահին Jay-Z եւ Alicia Keys, գրեմիակիրներ, մեծահարուստներ, մարդիկ, որոնք որ էլի ինչ-որ զրկանքներին են գնացել իրենց կյանքում, որ հասնեն բարձրունքների։ Այդպես է։ Եթե դու ամբողջ օրը նստես բազմոցին եւ մտածես նրա մասին, որ ուզում ես դառնաս չեմպիոն կամ գրեմիակիր, ոչինչ չի ստացվի։ Գործել է պետք։ Չարվել եւ հետո կստանաք ձեր չարչարանքներին ապաշխարանք։ Այս դրամանն եմ ինձ սիրում, որ բոլոր իմ մտքերս կարդում եմ։ Այս պայն երաժշտություն, մնացեք մեզ հետ։ 37 գրեմի ունեն իրար հետ, 22 հատ ունի Jay-Z-ին և 15 հատ ունի Alicia Keys-ը և հետաքրքիր է, որ Jay-Z-ին բացի դրանից նաև բասկետբոլի թիմի տեր է, Brooklyn Nets, այդ թիմը խաղում է այնտեղ, որտեղ որ նա ծնվել է աղքատ ընտանիքում։ Հենց նա ծնվել է, հայրը գնացել է և մայրը մեծացրել է իրեն և իր քույրերին, եղբայրներին մենակ։ Այսինքն ամենահատակից բացացել են մարդիկ և ասել են ես իմ ուր, այդ չարչարվելով և տանջվելով և աշխատելով։ Ասածս դա էր։ Չարչարվեք, տանջվեք և աշխատեք։ Ունենեք ձեր առջև ստիմուլներ, ճիշտ մարդիկ, որոնք որ ձեզ կարող են մոտիվացնեն և ուղղորդեն։ Իսկ մենք անցնենք առաջ և պտտվենք աշխարհի շուրջը ու գնում ենք Վալենտա։ Մալտան իր զարմանահրաշ ամրոցներով այսօր համարվում է ամենաայցելվող վայրերից մեկը Եվրոպայում։ Դիտենք տեսանյութը։ Հրաշք Վալետտան եմ ես սպասում։ Վալետտա։ Գնացինք Մալթա։ Վերադարձանք Մալթայից և ևս մեկ անգամ հիշենք մեր սիրելի հովանավորներին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը։ Կադրից դուրս եմ գալի, այո։ Որը ներկայացնում է USB 2A և 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող և արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից և վերջ, այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլարմ մկնիկի ու այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը, ձեռք բերելով Stark լիցքավորող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark-ի պարագաները Ozon և Wildberries Marketplace-ներից։ Մեկից մեկ այս անգամ կարողացա ասեմ։ Հիմա մենք գնում ենք գովազդի, գովազդից հետո ուժեղ տղաներ են լինելու տաղավարում։ Ֆիզիկապես Համլետից էլ ավելի ուժեղ, պատկերացնում ես։ Բայց Համլետից ավելի համեստ։ Դա կտեսնենք։ Գովազդ շատի եթերում։ Վերադարձանք և սպոնտան որոշեցի, որ մեր սիրելի վանաձորցի հեռուստադիտողներին եմ ուզում բարևել։ Ես էլ եմ բարևում, ջերմ։ Եվ բոլոր այն մարդկանց, որոնք որ կապ ունեն ոստիկանության հետ Վանաձորի։ Այո, ինչքան լավ բաներ եք ասում, ես նույնպես ողջույններս։ Այո, վաղը ձեր համար սուրպրիզ է սպասում։ Անակնկալ, սուրպրիզ։ Так, իսկ հիմա անակնկալ մեր տաղավարում մի քանի օր առաջ
ավարտվեց Եվրոպայի առաջնությունը ծանրամարտի եւ Հայաստանի թե կանանց թե տղամարդկանց հավաքականները վերադարձան ուրեմն թիմային առաջին տեղով։ Թիմային առաջին տեղով ամենաշատ մեդալները մենք ունենք, ամենաշատ ոսկիները մենք ունենք, ամենաշատ արծաթ մենք ունենք, ամենաշատ բրոնզը մենք ունենք եւ այսօր մեր տաղավարում է Գոռ Սահակյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը արծաթե մեդալակիր եւ բրոնզե մեդալակիր։ Բարև ձեզ տղաներ։ Շնորհակալություն որ ժամանակ գտաք, շնորհավորում ենք հաղթանակների կապակցությամբ։ Մենք հիացմունքով հետևում էինք, հպարտանում էինք։ Ջղայնանում էինք բարբերաբար։ Բայց հիմնականում հպարտություն էինք ապրում։ Վերջում ուրախանում ենք։ Ոնց եք նա։ Լավ։ Այս աստիճանի համեստ։ Շո, գրեցիք։ Հիմա արդեն կարող եք պատասխանել։ Հիմա հանգստանում եք, ինչ կարգավիճակում եք։ Հիմա հանգստանում ենք։ Ինչին եք պատրաստվում։ Պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը հոկտեմբեր ամսին։ Հələ ձեր բախտը բերել է, մանրամարզիկները եկել են ու Եվրոպային են արդեն մայիսի վերջ արդեն պետք է գնան Եվրոպայի առաջնության։ Դուք փաստորեն ունեք ժամանակ վերականգնելու։ Շատ քիչ ժամանակ։ Հա, բայց բավականին։ Դե առհասարակ Դավիթ Հովհաննիսյանին ուզում եմ առանձին տեսնել գրքի, որովհետև Դավիթ Հովհաննիսյանը նենց քաշում է ուրեմն մասնակցություն հետ Կարլոս Նասարը, ուրեմն այսօր հատուկ նստե հաշվել են բոլորը, ամենամեծ տարբերությունը առաջի ու երկրորդ տեղի մեջ հենց ձեր քաշումը եղե, նա բարձրացրել է 38 կիլոգրամ ավելի շատ, քան երկրորդը, եւ Կարլոս Նասարը իր բարձրացրած քաշերով կարող էր եւս երկու քաշում հաղթած լիներ, եւ փաստորեն նա միայն Վարազդատ Լալայանից քիչ է բարձրացել։ Այո։ Այսինքն այս առաջնություն միայն Վարազդատ Լալայանին։ Լավ, ինչպես կարելի է այդ տղայից պայքարել։ Կարելի է թե չի կարելի։ Եվ ինչպես կարելի է դուրս գալ հասկանալով, որ այդքան ուժեղ մարդ կա դիմացի։ Ճիշտ ասած շատ դժվար է, ուղղակի փորձ ենք ձեռք բերել, մասնակցելով շատ երկար տարիներ։ Դրա համար վստահություն ուղղակի անես այն ինչը որ պետքա մրցահարթակին։ Իսկ մեդալի համար արդեն փորձում ենք ամենաբարձր արդյունքը ցուցաբերել։ Կարլոսը անգամ Գարիկ Կարապետյանից բարձր է ավելի շատ է։ Որ Գարիկ Կարապետյանը չեմպիոն ադար երկու քաշ ավելի ծանր։ Պատկերացրու այդքան։ Լավ, իսկ որ դուք պատրաստվում եք, դու մոտավորապես գիտեք դուք ինչքան կարող եք բարձրացնել, մարզիչները գիտեն ու գիտեք Կարլոսը ինչքան է դնելու։ Իմաստ կա դրա համար, թե միգուցե քաշ փոխելու իմաստ կա, թե չէ։ Դե քաշ փոխելու համար իմ համար մի քիչ շատ դժվար է, համ բարձրացնելը, համ իջացնելը։ Որտեղ իջացնելուց հիմնականում վնասվածքները են առաջանում, իսկ բարձրացնելու համար էլ արդեն 110 պետք է բարձրանանք։ Հունիսի 1-ից փոխվում է բոլոր քաշերի կարգերը։ Դե վերևում էլ արդեն ունենք երկու տղա, Գարիկը եւ Սիմոնը։ Դժվար ընթացքի մեջ է։ Պետք է մնա 98 ու փորձեք պայքարել Կարլոսի։ Լավ, հուսանք որ ամեն ինչ կստացվի։ Այո, հուսանք։ Չնայած այնպեսի իսկապես մեքենա է, մարդու նմանը չէ այդ տղան։ Եվ դա միշտ լինում է այդպես, ինչ որ դարաշրջան գալիս են այդպեսի մարզիկներ։ Երկար տարիներ լաշաներ։ Այո, հիմա լաշաներ, հիմա եկավ։ Ու բոլորը մեր քաշում այն մարդ։ Գոր, դու ինչ կասես։ Պարտվեցիր ընդամենը 10 կիլո, եթե չեմ սխալվում, Յուսուֆ Գանչին։ Կարող էր ավելին։ Դե մենք բոլորս երբ որ գնում ենք մրցությունների, առաջին գնում ենք չեմպիոնության հետևից, կապ չունի մրցակիցները ովքեր են։ Կոնկրետ ես նորից գնացել եմ չեմպիոնության հետևից, բայց չստացվեց, նոր քաշեն կարգում եմ։ Նոր եմ տեղափոխվել 73 քաշեն։ Առաջին անգամ եմ ես քաշում։ Առաջին անգամ չէ, բայց կարելի ասել նոր հարմարվել եմ այս քաշեն կարգում, որտեղ ժամանակ կա պետք, որ փոխելուց հետո հարմարվես։ Այդ քաշեն կարգում արել եմ նոր արդյունքներ։ Արդյունքը չեմ ասի գերազանց, բայց քանի որ կա արդյունք, կարելի ասել Մեզ համար միևնույն է գերազանց։ Այն ինչ մարզիչները պլանավորել են, արվես։ Չէ, կարելի ասել չէ, որովհետև կարելի վերջին մոտեցումները բացատրել ու լրիվ ուրիշ մրցում կարող լիներ, լրիվ ուրիշ պատկեր կարող լիներ մրցահարթակում, բայց չստացվեց, հեսա նորից քաշեն կարգերը փոխվելու են, պետք է հասկանանք, որ օլիմպիական քաշ որ տեղափոխվում է բաները, կարգերը, որ փոխում են անընդհատ, դա նպատակը որն է։ Ավելի, չգիտեմ,
Ամեն 4 տարին մեկ օլիմպիական խաղերից հետո փոխում են, որ ռեկորդները փոխվի, մրցման քաշերը փոխվի բարձրացնելու։ Ու բոլոր մարզիկները ուժում են այդ ամենը։ Որտե դրանք փոխում եք նաև ձեր քաշը, չէ՞։ Բա ինչու նախ, ինչի համար է դա։ Մտածել եք երբեք, այդ հարցը տվել եք։ Դե ոչ մի բան չեն ապրում։ Կան օրենքներ, որոնցով շարժվում են բոլորը, եւ վերջ, հա։ Դե երկար տարիներ առաջ են փոխվել։ 16-ից հետո չփոխվեց։ 16-ից հետո փոխվեց։ Դե մտածում էինք, որ երկար կմնա։ Դե կարծես թե հարմարվել էինք, փոխել եք արդեն։ Դե տարիներ են պետք։ Այո։ Հիմա ուղղակի դեռ հիմա լավ է, 2 կիլոգրամ պետք է բարձրացնեմ 98-ի համար, բայց քաշային կարգեր կա, որ օրինակ հիմա իմ քաշային կարգում մարդիկ կան, որ չեն հարմարվում։ Նաև Կարլոսի հետ։ Այո։ Դրա համար ստիպված որոշները պետք է իջացնեն, կամ բարձրանան։ Որոշները պետք է փորձեն բարձրանալ։ Բայց ինչքան է պետք բարձրանալ, դա ավելի դժվար է։ 98-ից հետո պետք է փոխվի 110 110։ Այդքան քաշ 12 կիլոգրամ բարձրացնել է։ Ավելաբար 90։ Ես 98-ում կմրցեմ գոր։ Դու այո։ 98-ի կեսում։ Ինչ կասեք ընդհանուր թիմի մասին, սպասելի էր այս հաջողությունը, սպասելի չէր։ Սպասելի էր, որովհետև բոլորս էլ լավ պատրաստականություն ենք անցել։ Փառք Աստծո, որ բոլորիս մոտ էլ հաջողվա մեդալ նվաճել, կան տղաներ, որ մեդալներ չնվաճեցին, բայց թիմայինով դարձանք չեմպիոն, ուրախալի է։ Աղջիկների մասին ինչ կասեք։ Դե աղջիկներն էլ բոլոր թիմով եկան, պայքարեցին, դարձան չեմպիոն։ Աղջիկների մասին տեսակ հումորով ասեցի։ Ես նեղում եմ Դա համատասն աղջիկ ժպտում է, նորմալ։ Մեր աղջիկները շատ ուժեղ են, արդեն եթե ճիշտ եմ հիշում 10 տարի թիմով առաջինը չեն եղել։ Երկար սպասված հաջողություն է սա։ Ալեքսանդրային կարծես թե մի քիչ էլի չհերիքեց, նորից գնաց աշխարհն դեղել մի քիչ չհերիքեց, ի՞նչն է սա, երիտասարդությունն է դեռ, փորձի պակասն է։ Երևի փորձի պակաս է, բայց կարող էր շատ քիչ է։ Պոտենցիալը շատ մեծ է։ Իսկ աշխարհի արդյունությանը դե ժամանակը կարճ էր։ Եվ լիմա գնալ հասնել այդ ամեն ինչի։ Ամ ժամանակն էր կարճ, վերականգնվել է դժվար։ Երիտասարդ աշխարհի առաջնությունում է չեմպիոն ունեցանք 17-ամյա։ Այո։ Այո։ Ինչ եք մտածում այդ երիտասարդները, որ դեռ երիտասարդ եք, բայց արդեն երիտասարդներ գալիս են։ Ունենք պոտենցիալ ապրելու համար։ Իսկ ճիշտ ասած ուզում եմ շնորհավորեմ բոլորին, ովքեր որ մեդալներ ունեն։ Շատ լավ է, որովհետև շատ քիչ են, էլի, հիմա երիտասարդների մեջ, որ առաջ են գալիս։ Մենք ցանկանում ենք, որ շատ չեմպիոններ ունենանք, ոչ թե մեկը, այլ մի քանիսը ու հետագայում այս կփոխարինեն։ Որտեղ ժամանակը անցնում է, մենք էլ արդեն հասկանում ենք, որ դուք էլ ավելի հանգիստ կլինեք։ Այո, իհարկե։ Այ խոսում ենք դրա մասին, որ Չինաստանում մանրամասնությամբ զբաղվում են 3 միլիոն մարզիկ։ Համոզված եմ, որ ծանրամարտով էլ է զբաղվում, ոչ պակաս։ Գիտեմ, որ մոտավորապես 6 ամիս տևում է, 6 ամիս։ Տղաներ, մեր Հայաստանի առաջնությունը քանի րոպե է տևում։ Հա, դե որպես դու մարդկանց քանակը խնդրում եմ հաշվի։ Բայց եմ ասում, հիմա դու պատկեր ու էլի նորից քանակ, որակ։ Բայց ստատիստիկ տվյալների քանի հոգին է զբաղվում այս սպորտաձևով։ Որտեղ Հայաստանում շատ քիչ։ Չէ, Չինաստանում, ինչպես արդեն նշեցիք, մանրամասնությամբ 6 միլիոն մարդ։ 6 միլիոն մարդ ծանրամարտում շատ են։ Ծանրամարտում։ Բայց դե պարզ է, որ նախ 1.5 միլիարդ է։ Հիմա նախ եկեք հասկանանք ինչքանով են երիտասարդները հիմա հետաքրքրված այս սպորտաձևում Հայաստանում, ըստ ձեզ եւ ըստ ձեր օրինակով։ Եվ այդ քանակը հնարավոր է որակ տա, թե պետք է ել ավելի շատ լինի։ Չէ՞ որ սա բավականին դժվար սպորտաձև է, տրավմատիկ սպորտաձև է, սպորտաձև է, որ շատ դեպքերում ծնողները չեն ուզում երեխաները գնան։ Ինձ թվում է պետք է շատ չեմպիոններ ունենանք, որպեսզի տեսնեն եւ այդպես իրենց օրինակով գնան եւ զբաղվեն եւ սիրեն կարեւորը։ Պետք է սիրելով անել այդ ամենը, որպեսզի ստացվի։ Իսկ վերջին տարիներին համեմատ սերը հետաքրքրվածությունը դեպի ձեր սպորտաձևին ավելի շատացել է։ Ինձ թվում է, հա, որովհետեւ շատ են եղել թե մեր մարտադալիչներում կան ընդունվել մարզվելու համար, թե մյուս մարտադալիչներում
մենք երբ տարբեր տեղեր գնում ենք մարզվելու թե լենական, թե ծաղկալոր, թե օլիմպիադանում գալիս են տեսնում են մեզ ավելի են ոգևորվում, դա մենք զգում ենք ներքուստ, շատ ուրախալի է, ամենակարևորը ինչ սպորտաձևեր որ ընտրեն, դա սիրեն, ամեն ինչ աշխատասիրությամբ ատարվում։ Կարևոր որ սպորտով զբաղվեն։ Ինչ կարող եք ասել դահլիճների մասին, քանի դահլիճ կա Հայաստանում, որը ոչ համապատասխանում է միջազգային մարզումների համար, ըստ ձեզ։ Շատ քիչ անկեղծ ասած։ Էլիգոր, դուք ասելիք ունեք այստեղ նորից։ Ես եւս մեկ անգամ դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք որ պարտավոր են դրանով զբաղվել, իսկապես եւ այսպես է ստացվում, որ այս սպորտաձևում երևանցիները շատ ավելի քիչ են, քան մարդիկ, որոնք որ մարզերից են։ Եվ այդ մարզերում չկան այդ դահլիճները ցավոք սրտի։ Եվ այն չեմպիոնները, որ մենք ունենք, ռուսերեն լավ բարդ է, չէ՞, ասեմ ֆաբրիկի։ Ոչ թե որովհետեւ։ Որտեղ եք դուք մարզվում։ Ես երրորդ մասում եմ։ Իսկ դուք։ Վեդի քաղաքից եմ։ Դուք Երևանում եք մարզվում, իսկ դուք ոչ Երևանում։ Ձեզ մոտ կան համապատասխան սարքավորումներ եւ դահլիճներ։ Ձեզ մոտ կան։ Իսկ այստեղ, այս պարագայում։ Մեր մոտ շատ լավ է։ Ձեր մոտ էլ է շատ լավ։ Երրորդ մասի դահլիճը լավն է, Օլիմպիավանի դահլիճը լավն է, կարող եք ասել Գյումրիում։ Այս սպորտաձևի համար համեմատաբար ավելի շատ կան կահավորված, այո, քան մարմնաբարձ։ Հիմա օրինակ եթե դա Կապանում է երեխան ուզում մարզվի կամ Մեգրում է ուզում մարզվի, իդեմ Չարենցավանում կան, չկան, չէ՞։ Եթե լինեն էլ շատ քիչ։ Եվ միգուցե ամբողջությամբ պատրաստված չեն, չունեն սարքավորումներ։ Ու ծանրամարտի դահլիճները այդքան թանկ չեն, չէ՞, կարծես թե իրենց կառուցմամբ։ Շատ չէ։ Համեմատած նույն թեթև ատլետիկային կամ սպորտային մարմնամարզությունից կամ բասկետբոլից, չէ, բասկետբոլից։ Բայց այս դահլիճները ավելի շատ խթան կհանդիսանան, որպեսզի կարողանան ավելի շատ ունենալ սպորտով զբաղվող երեխաներ, հետո էլ արդեն չեմպիոններ եւ սպորտսմեններ։ Հարց, որ ինձ միշտ հուզում է, մարզումների պարապմունքների ժամանակ քաշերը, որ բարձրացնում եք, ավելի շատ են, քան այն քաշերը, որոնք որ բարձրացնում եք առաջնության ժամանակ։ Թե օրինակ ձեր պրակտիկայում դուք ձեր մաքսիմալ քաշերը մրցումներում եք բարձրացրել, գոր եւ դուք։ Ինչ կասեք։ Ճիշտ ասած, մենք մարզումների ընթացքում կարող անենք այնպես կիլոգրամներ, որ մրցման ժամանակ պետք չլինի, ու նաև կարող առաջ չնենք այն կիլոգրամներ, որ մրցման ժամանակ պետք է։ Այդպես էլ է լինում։ Այո։ Այսինքն քաշ, որը երբևիցե չեք բարձրացրել, բայց մրցման ժամանակ ու երբևէ մեր մարզիչները այն կիլոգրամին մեզ չեն ուղարկել, որ մտածել որ մենք չենք կարող բարձրացնել դա։ Ուղղակի մեզ պետք է վստահություն, որ կարող ես բարձրացնել ու վստահությունում կողմից, մարզիչի կողմից, քո կողմից, որ դու կարող ես բարձրացնել այդ կիլոգրամը։ Բա ոնց կգարա այդ վստահությունը գա, եթե դուք մարզումների Եթե դու գնացել ես մրցման, ուրեմն պետք է վստահ լինես քո վրա, որ դու գնացել ես պայքարելու համար։ Բայց օրինակ պետք է դու այդ քաշը երբևիցե բարձրացրած լինես, որ այդ պահին բարձրացնես թե։ Ավելի շատ եթե բարձրացած ես լինում, վստահ ես լինում, որ դու բարձրացել ես։ Վստահություն կարելի է ասել մի քանի տոկոս բարձրանում։ Հա։ Բայց եղել է ձեր կյանքում այդպիսի դեպք, որ բարձրացրել եք մի քաշ, որը երբևիցե պարապմունքների ժամանակ չեք բարձրացրել։ Այո։ Մրցումների բարձրացրել եք մաքսիմալ ինչ քաշ։ Այս վերջում, որ Պոկում վարությունում 153-ը կոնկրետ մեր մարզումների ժամանակ չէի մոտեցել։ Երբեք չեք մոտեցել քաշը։ Մոտեցել էի 155-ել էի մոտեցել, բայց դեռ ուրիշ վարություն, դեռ ուրիշ ձև էր եղել։ Կոնկրետ մրցման ժամանակ որ բարձրացում ենք, դեռ ուրիշ ձև է։ Այդպես չէի մոտեցել, բարձրացել եմ ու 156-ն կստացվեր, եթե ավելի վստահ լինեի։ Գարիկ, դուք ինչ կասեք, ձեր մաքսիմալ քաշերը բարձրացրած։ Իմ մոտ հիմնականում Պոկում վարժությունը մարզումների ընթացքում չի ստացվում, բայց մրցման ընթացքում միշտ ավելացրել եմ։ Այդ այն վարժությունն է, որ մենք անդադ այսպես շունչներ սպահած բարձրացրու տանը բոլորս այսպես գոռում ենք։ Բոլոր վարժությունների ժամանակ։ Ամբիշները, ձյուդոիստները, ֆուտբոլիստները, մրցումներից խորհուրդ եմ տալիս չխոսալ։ Չէ, մրցումներից առաջ օրինակ այսօր Բարսելոնա Ինտեր, չէ, համոզված եմ որ այդ ֆուտբոլիստներին նկատի ունենք։ Հենրիկ Մխիթարյանին եւս մեկ անգամ Յամալին ցույց են տալու, ասել են տես ոնց եւ։ Այսինքն պատրաստվում են, ծանոթանում են այն ամենի հետ, ինչ անելու հակառակորդ թիմը, հակառակորդը ձեր պարագայում դիտում եք, նայում եք, հակառակորդներին։ Այո, թե ուղղակի քաշելը գիտեք դա է։ Ճիշտ ասած բոլորին ճանաչում ենք արդեն, որտեղ երկար տարիները որ միասին ենք մասնակցում, բայց հիմնականում չենք ուշադրություն դարձնում, որովհետև այդ շատ բան չի տալիս։ Այսինքն դուք ձեր պարագայում դա մեզ պետք է լավ մարզվել մարզումների ընթացքում
ֆիզիկական ուժը բարձրացնել եւ պատրաստվել մրցմանը, որ առավելագույնը արդեն Ինչ նշանակում լավ մարզվել։ Սա նաև խոսում այն մասին, որ ռեժիմով ապրելակերպ կա, չէ, որին որ դուք միշտ հետևում եք։ Այո, բայց ինչ որ մի բանին հասնելու նպատակ ունենալու համար գոր ինչպես դուք նշեցիք։ Այսինքն ճիշտ ժամին քնել, չէ, սնվել, չտրվել ինչ որ այլ բաներին, այսինքն, չգիտեմ, միգուցե կյանքի խրախճանքներին հիշել, որ դուք ունեք ռեժիմ, որով պետք է ապրել։ Սա զրկանքներ են ձեզ համար, թե սա իսկապես ձեր համար ապրելակերպ է, որին որ դուք արդեն սովորել եք։ Ապրելակերպ է, որովհետև ես արդեն 15 տարի ավել սպորտում եմ, սովորական դարձել ամեն ինչը։ Լինում է ժամանակներ, օրինակ այս հանգիստ ազատություն եք ձեզ տալիս։ Այս հանգիստ ժամանակներում, որ տանն ենք, շատ ազատություն ենք տալիս, որպեսզի հանգստանանք։ Հա, դե բնականաբար դա էլ է պետք։ Իսկ մրցումների ժամանակ, օրինակ, ինչ որ բաներ կան, չգիտեմ, երաժշտություն որ լսում եք անջատվելու համար, կամ ոգևորվելու համար։ Մրցման ժամանակ չէ։ Ոչ մի բան։ Ես իսկապես չեմ տեսել, օրինակ, բարեցները գիտեմ, որ կան, որ նստած ինչ-որ լսում են երաժշտություն են լսում կամ բան, բայց շտանգիստների մոտ երբեք չեմ տեսել։ Ֆուտբոլիստներն են, չէ՞ որ դաշտ են դուրս գալիս ուսումնասիրել, բանկարի ամենամոդայիկ ականջակալներից։ Բիցերը։ Միգուցե չգովազդեիք կոր։ Կարող է ինձ փող են տվել։ Ինչ դες։ Դա դուք ինչ որ ձև կերպ անջատում եք չէ՞։ Մրցումների ժամանակ լսում ենք, բայց ականջակալներով նորից։ Չէ, Եվ ինչ եք լսում։ տարբեր։ Ով է որոշում։ Ամենաուժեղը։ Չէ։ Վարազդատի բարսասը։ Լսում եք ինչ որ ես։ Միշտ լսում եք իմ playlist-ը։ Սիրում լսել։ Ուղղակի թեթև պարապմունքներին հիմնականում, որպեսզի չխանգարի։ Իսկ մրցումների ժամանակ արդեն Չէ, մրցումների ժամանակ ընդհանրապես չեմ։ Իսկ ո՞նց է, օրինակ, չգիտեմ, մարզիկներ կան, որ օրինակ մեդիտացիայով են զբաղվում եւ հատուկ գնում են մեդիտացիայի դասերի։ Ձեզ մոտ ինչ որ տենց բաներ կա։ Հոկեբան ունենք թիմում։ Իհարկե ոչ։ Չունենք։ Բայց պետք է։ Պետք է բոլոր սպորտաձևերն ոչ միայն էր։ Որպեսզի մրցումից առաջ կարողանան իրան հասկացնել նաեւ Այն թիմերը, որոնց հետ այն տղաները, որ օրինակ չգիտեմ, Կարլոս Նասարոնի հոկեբան։ Դե հերիք է սպորտսմենից խոսես, գործ տղաներ։ Չեմ կարող ասել, բայց իրականում շատ մարդիկ կան։ Հա։ Կարող է ինչ-որ մեկը լինի։ Ճիշտ է, մենք չունենք հոկեբաններ, բայց մենք ունենք լավ մարզիչներ։ Չէ, դե մարզիչներ ունենք, ես դրա հետ համաձայն եմ, բայց գիտեք, գալիս է ինչ-որ պահ, որ դու հասկանում ես, այսինքն դու չէ, որ գիտությունը սպորտային հասկացնում է, որ ժողովուրդ, այս օրինակ, վառ օրինակներ կան դրա, որ մարդիկ եկել են հասել են ինչ-որ իրենց քաշերին կամ վարկյաններին կամ չգիտեմ ինչին, մի կետին դրանց հետո առաջ չեն գնացել, հետո հոկեբանը եկել եւ ամեն ինչ փոխվել է, որտեղ այդ բոլոր խնդիրները մարդու ներսում են։ Ես ուզում եմ ասել, որ չունենք, բայց ունենք լավ մարզիչներ, որ մեզ հետ նաեւ հոկեբանորեն են մեզ պատրաստում մրցմանը, աշխատում են մեզ հետ։ Ու դա ամենակարևորն է։ Դա զգում ենք, մարդ կա, մարզիկ կա, որ իրա պետք է անպայման բղավել, մարզիկ կա, որ պետք է ավելի փափուկ կերպով ինչ որ ավելի Մենք միշտ լսում ենք նաև կողքի հուշումները, որոնք որ հայերեն են եւ կարծես այդ լռության մեջ այդ հուշումները մենք լսում ենք, երբ մարզիչները փորձում են ձեզ օգնել։ Իսկ դուք լսում եք, թե լրիվ անջատված եք այդ բանը։ Ես չեմ լսում։ Չեք լսում։ Գորդու։ Ես մարզիչին լսում եմ, բայց կողի խոսակցությունները, այսինքն մարկանց Չէ, միշտ իմ մեջ տրիբունայում ինչ խոսեն չեմ լսում։ Անպայման մի բան պիտի գորեն։ Այն բժիշկը, որ միշտ կա, այն վրացի ձաձա։ Ինչի՞ է միշտ ինքը։ Ուղղակի մրցման բան, բժիշկն է ինքը։ Բոլոր մրցումների ինքն է։ Բոլոր մրցումների։ Մենակ ինքը չի, ուրիշ մարդիկ էլ կան։ Ինքն է երևում, չէ։ Միշտ մեր հետ ինքն է լինում։ Վաշատ Աղախաձը 40 կիլոյի չափ քաշ է գցել։ Իսկ դա ինչ է, ուղղակի պարզապես, թե էլ չի մարզվում եւ արդեն վերջ սպորտը։ Արդեն քաղաքացիական նախարարը եւ պոլիտիկայով որոշել։ Իսկ դա ինչ ուղղակի ինքը քաշը գցեց, դա այդ քաշը։ Ես քաշը գցում ես ոչ մի պոլիտիկայով զբաղվել, գոր հիշի, այս կարևոր հանգամանք։ Մեր մոտ չի, մեր մոտ որ պոլիտիկայով զբաղվում, մենք քշիկներ եք կլորանում, մենք քաշեն հավաքում։ Իսկ Վրաստանում բացը լաշ է բարը, հա մոտ 40 կիլոգրամ։ Եվ այդ քաշը իրեն օգնում էր փաստորեն։ Դե իհարկե։ Դե հա 170 պլյուս է եղել։ Իսկ ծամարտում ինչքան ծանր է այդքան։ Հա։ Հիմա մի քիչ վարազատը ստեղ չի իր մասին խոսենք։ Աշխարհի առաջնության ժամանակ Պարսիկ են երիտասարդ
մարզիկն է լինելու միակ իր խնդիրը, թե նաև ուրիշ։ Դե չպետք է ոչ մեկին թերագնահել, գնահատել, անկեղծ ասած։ Սա արդեն ձեր խոսում եք նոր հոգեկան պատրաստվածությունից, հնտես կոր։ Ուզվեցի։ Չպետք է բոլորին թերագնահատել, պետք է ռեալ նայել եւ ոչ մի վայրկյան չթույլատնել մարզումները, որպեսզի ինչ-որ մեկը առաջ չանցնի։ Լինում է ձեր պրակտիկայում եղել այդպիսի դեմքեր, որ եկել եք ինչ-որ մրցման, խոշոր Եվրոպա, Օլիմպիադա, աշխարհ եւ ինչ-որ no-name մարդ, որին որ ոչ մի տեքստ չեք լսել, մեկ էլ վաու։ Հսկա։ Ճիշտ ասած, դա շատ հասկացելի է արդեն, որ ծնում է, այո։ Չինացիների մոտ է այդպես սովորաբար։ Դե ասած նորմալ է։ Այո։ Որտեղ գիտենք էլի ինչպես։ Հա։ Իսկ մնացած երկրներից դժվար։ Դեռ չի եղել։ Որտեղ շատերին ճանաչում ենք։ Ու հիմնականը որ հետևում եք մրցումներին, դե արդեն բարձր։ Փոքր տարիքային, միջին տարիքային, այսինքն իսկապես տարիներ շարունակ պետք է նենց չի լինում, որ մեկ է 20 տարեկանում եսին որտեղից չեմպիոն ծնվի։ Որոշ ժամանակ հետո շատ ուժեղանանք, ճանաչենք, բայց էլի ճանաչել եք փոքր ժամանակ։ Բայց որ ընդհանրապես չլինի, որ միանգամից Դոպինգի մասին ինչ կարող եք ասել։ Այսօր աշխարհում նորից խոսում են դրա մասին, մարդիկ կան, որ ասում են, որ բոլորը օգտագործում են ուղղակի խնդիրը չբռնվելու մեջ, մարդիկ էլ ասում են, որ ոչ մեկ հիմա չի օգտագործում սպորտը մաքրվել, ծանրամարտի մասին է խոսքը։ Դուք ինչ կարող եք ասել։ Ես հստակ ասեմ, որ ոչ մեկ չի օգտագործում, որովհետև ճիշտ չի էլի։ Եվ բռնվելը հեշտ է։ Մենք խոսում ենք հայ ստուգումները ինչպես են իրականանում, մինչ մրցույթը եւ մրցույթից հետո, թե միայն մրցույթից հետո։ Մինչ պարապմունքների ժամանակ, այո, ցիկլներ կա, չէ՞։ Ամեն օր կարող են գան ստուգեն։ Որ մեր երկրից չեն գալիս իրան։ Այո, երկրներից են գալիս ու ամեն վարքյան շատ է լինում, որ տուն են գալիս, շատ է լինում, որ հավաքների ընթացքում են գալիս։ Այսինքն միշտ այդ խնդիրը կա եւ իսկ եթե հասկացան, որ որևիցե մարզիկ ընդունել է, ինչ պատիժ է հասնում այս պարագայում։ Դիսկվալիֆիկացիա եւ տուգան։ Ու ոչ միայն իրան, ամբողջ թիմին է վնաս։ Այսինքն չինացիները օլիմպիադա չէին կարող հաղթեն, այնպես ինչպես հաղթեցին դա Պեկինը։ Լավ, դե ինչ, մաղթում ենք ձեզ հաջողություններ, բարևներ բոլոր մեր ձեր թիմակիցներին եւ մեր հպարտություններին, թե տղաներին, թե աղջիկներին, հավաքականի մարզիչներին։ Հուսանք, որ հոգեբան կունենաք եւ հոգեբանը ձեզ կօգնի։ Ես կարծում եմ, որ դուք անգամ հոգեբանի կարիք չունեք տղաների, եթե ամենայն ազնվությամբ։ Անգամ ես ու դու ունենք հոգեբանի։ Չէ, ես չունեմ, խնդրում դեռ խոսում։ Բայց վաղը, Նելի, տես հիշեցի այն մուլտֆիլմը, մի ասա հոպ, միջև չտրնես։ Հիշում ենք ողջունում։ Հաջողություններ, աշխարհի առաջնությունում է, դրանից հետո էլ արդեն պատրաստ եք կամաց օլիմպիադային, սպասում ենք դեզանց հաղթանակներ, մեծ կիլոգրամներ եւ իհարկե վստահություն եւ առանց միջադեպերի եւ իհարկե վնասվածքների։ Շնորհակալություն, որ եկաք, այս պահին մեզ մոտ գովաստ։ Այո։ Իսկ Նելին այս ընթացքում կմտածի, պետք է իրեն հոգեբան, թե պետք չէ։ Գովաստ Շանտի եթեր։ Սպորտահոգեբանական զրույցները կարծես թե ավարտվեցին, բայց դեռ չենք մոռանա, որ առջև ունենք Զիգմունդ Ֆրոյդի ծննդյան օրը։ Այո, բայց հիմա ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հովանավորին Eurofurniture կահույքի արտադրամասը։ Ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահը զբաղվում է նաև առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ։ Այսքան հովանավորի մասին եւ քանի որ Զիգմունդ Ֆրոյդի ծննդյան օրն է, առաջարկում բացահայտել նրա ուրեմն ֆենոմենը, չմոռանանք, որ նա համաշխարհային փսիխոանալիզի հայրն է, փսիխոանալիզի։ Եվ իսկապես յուրաքանչյուրս ինչ որ բաներ ունենք մեր անցյալում, որ ազդում է մեր ներկայի եւ ապագայի վրա։ Եվ առաջինը կարծես թե դրա մասին շատ լրջորեն մտածել է հենց նա Զիգմունդ Ֆրոյդը։ Բացահայտենք նրա ֆենոմենը իրար հետ միասին։
Բացահայտեցինք Զիգմունդ Ֆրոյդի ֆենոմենը, մարդկա ինչ-որ բան չբացահայտեց ծրագրից հետո մեր կարող է բացահայտի, այս պահին բացահայտենք։ Գովազդ մեր եթերում։ Մենք վերադարձանք եւ այսօր մեր ամբողջ հաղորդումը նվիրված էր առողջ ապրելակերպին, որտեղ անձրև, այնտեղ իհարկե սունկ, որտեղ սունկ, այնտեղ համեղագույն ճաշատեսակներ ու առողջարար ծնունդ։ Այս առավոտ եկեք խոսենք սնկից ու սննկային ճաշատեսակներից։ Ապրիր առողջ խորագրով, մեր եթերում հետաքրքիր տեսանյութ է։ Սունկի մասին, բայց բուսակերները թող մի քիչ լարվեն, որտեղ դեռ միջև հիմա հայտնի չի սունկը։ Բույս է թե կենդանի։ Բայց ուտում են նրանք։ Այո։ Այո, երևի որոշները, չէ, որովհետև կան մարդիկ, ովքեր միայն ուտում են խոտ, եւ կան, որոնք ուտում են միայն այնպիսի սնունդ, որտեղ չկա ուղղակի միս։ Դե կան բուսակերներ բան։ եւ վեգաններ։ Մենք ուտում ենք ամեն ինչ։ Այդ թվում նաեւ սունկ։ Գնացինք։ Գովազդա իմաստությամբ լցված վերադարձանք, գովազդա, սունկա, այո։ Ասածս ինչ էր, անդադ երբ որ ասում են սունկ շամպինյոն ժպտում եմ ես։ Ինչի՞։ Որտեվ շամպինյոն ֆրանսերեն նշանակում է սունկ։ Ահա։ Սունկ։ Սունկ։ Չինական անվանում ոնց որ լինի, սունկ։ Ճունկ։ Այո։ Հիմա կա այն իրավիճակն է մեր երկրում, որ իսկապես անձրևից հետո բավականին շատ սնկեր կան։ Անկամ իսկ թվում է Դավիթ Հաշենի լճերի մոտ։ Լսի Դավիթ Հաշենի լճերի մոտ, այո։ Ես մի օր պիտի լաստանավս վերցնեմ եւ գամ ձեր լիճ այցելության։ Արի Դավիթ Հաշենի սուպերմարկետներից մեկի հայտնի։ Մոտավոր արդեն հասկացա։ Գովազդ չի, փող չեն տվել, դրա համար չեմ անում։ Ի տարբերություն ականջականների։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հուսանք, որ լճերը ձեր տրամադրությունը չեն փչացնի։ Կհանդիպենք վաղը, դուք մնացեք Շանթի եթերում։ Ցտեսություն։ Հաջողություն բոլոր այն մարդկանց, որոնք որ վաղը սնխրանքների են գնալու։ Չէ։